Դե ինչ սիրելիներս, այսօր ձեզ պատմելու եմ դիետիկ գառնեարեխի մասին։ Ինչու դիետիկ, որովհետև ավելի նուրբ համերի մեջ եմ պատրաստում եւ ավելի օգտակար է ինքը, ճիշտ ասած դուք կարող եք պատրաստել ձեր ուզած եղանակը, ես ուղղակի իմ տեսակետով կիսվում եմ ձեզ։ Ես ունեմ սեղանի վրա դրված սմբուկը, կարմիր պամիդոր, երբեմն պամիդոր, փոքրիկ լոլիկները, կարմիր բիբար, ռեհան, ցիտրոն, նախապես արդեն պատրաստի միսս, որը որ միջուկն եմ պատրաստել, ուղղակի չեմ ավելացրել համեմունքները եւ ռեհանն ու ցիտրոնը, պետք է լցոնեմ ես սմբուկը։ Ժողովուրդը ասում է գառնեարեխ, ես իրան լցոնում եմ։ Հիմա տեսեք, սա չեմ ժարիտում, բազմիցս ասել եմ, նույնիսկ տեսքի համար միշտ ասում եմ տարբերություն ա լինում ժարիտածին, հա, թավայի մեջ տապակային եւ էրֆրայերի մեջ կամ վառարանում պատրաստելու ժամանակ։ Հիմա տեսեք, ես արդեն սոխարածս արել եմ, միսը պատրաստել եմ, շատ փոքր քանակությամբ սխտորի փոշի եմ օգտագործում, ավելացնելու եմ իմ սիրելի ռեհանը, որը առանց ռեհանի չեմ կարող, եւ ավելացնելու եմ հայկական ցիտրոն, որը իմ քույրիկների չորացրածն է։ Ես միշտ ասում եմ, որովհետեւ դա իմ համար շատ կարեւոր է։ Փոքր քանակությամբ կարմիր բիբար եմ ավելացնելու ես։ Համեմունք, գիտեք, բանջարեղենային համեմունք, քանի որ աղ չեմ անում, եւ մի քիչ սև բիբար։ Մսի մեջ կար կարմիր սոխով սոխարած։ Այսպես լավ խառնում ենք իրան, որպեսզի համերը ձուլվեն միասին եւ հիմա ես պետք է ուղարկեմ air fryer իմ սմբուկը։ Խաչաձև կտրվածքներ ենք անում, որպեսզի լավ բացվի եւ ավելի արագ էփվի։ Ուրեմն անում ենք ձեթ։ Այն դայտում ես սխտոր չեմ օգտագործում, մաղադանոս, լոլիկ, փոքրիկ, կարմիր բիբար, երբեմն կանաչ բիբարել եմ անում, երբ որ ընտանեկան եք պատրաստում, կարող եք պատրաստել սխտորով, թարմը կտրատում եք վրան դնում, բայց երբ որ դուք ունեք ստամոքսի խնդիր, մարսողության, ձեզ սխտորը ցավացնում է, լավ կլինի ուղղակի ինչքան սխտորի փոշի որ ունենք մսի լցոնի մեջ, որը որ պետքա լցոնենք հիմա, այդքանը մեզ բավական է։ Հիմա ես սիրուն ձեզ ցույց կտամ, տեսնեք թե ոնց է իմ մոտ սմբուկներս, երբ որ ասում են որ air fryer-ում սիրուն չի, ինչ ա պիտի ձեթը ճպճպավոր սիրուն լինի, նայեք հիմա անջատում եմ, մի հատ տեսեք այս գեղեցկությունը դուրս է գալիս, մի հատ նայեք, այսենց մենք իրան տրորում եմ, ես իրան, որպեսզի փափկի, նայեք ոնց է էփվել, նորմալ էփվել է, եթե փոքրիկ է, շատ հարմար է այսպես, դնում ենք միսը վրան, արդեն գիտեք, պատրաստի իմ միսն է։ Լոլիկները մի քիչ ավելի շատ դրեք, որպեսզի ավելի համով լինի, եթե չունեք խնդիր, եթե ունեք խնդիր, ուրեմն պետք է ուշադիր լինեք, այսպես ավելացնում ենք կարմիր բիբարը, ավելացնում եմ կտրատած լոլիկը, մի հատ նայեք, ինքը ինչքան սիրուն ու համով է լինելու, չեք էլ պատկերացնի, ու ճիշտ է, կարող է տենց շատ սիրուն չի, ոնց որ պրոֆեսիոնալները, բայց շատ առողջարար է եւ շատ օգտակար։ Հիմա ես իրան հետ եմ դնում նորից air fryer-ից մեջ, կամ ջեռուցեք նորից դնում եւ պատրաստում ենք մոտավորապես 4-ից 5 րոպե։ Ու համտես կանենք, ես բադրջան չեմ ուտում, որովհետև ալերգիա ունեմ, իսկ կհյուրասիրեմ իմ լավ ընկերոջը։